Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն է, սրվա ծրագիրն է։ Հենքիազար տրնվա հացա ճարվալ Արևմտյան Հայաստան Մետաքսե Հակոբյան հայերը պիտի ինքնակազմակերպվին, մոռացության դարը, ցեղասպանությունը, բիդա Արցախը անկումը, խոզնավար տոնա վնասվալ ադրբեջանական կրակոցներան, թուրանական էքսպրեսի սպառնալիքն է, լարվածություն Սյունիքը շարունակվում է։ Ադրբեջանական քարոզչություն օտար լրատվամիջոցներում Նարի Հոխիկյան Արցախցիք փրկելուն Հայաստանը։ Արևմտյան Հայաստանը Գյուլիո Բահանավարումը հնագետն Հենքիազար տրնվա հացն ճարալվերը համարվում է մինչև մհենգվա հայտնաբերված ամենաքյոհնյա թխած հացը ճարվալա Էսքի Շերան 35 կմ հեռավորության Իրան բրոնզե դարի բնակարանի շեմի տակին ածխացած վիճակում։ Հացը կլոր ու պերակ մոտ 12 սանտիմետր համագծավ ու մասամբ պոկված, ինչը հնագետն կապում են հնարավոր ծիսական նշանակության հետ։ Հացը սարքված է քյոհնյա ցորենի, ամիդոնի ու ոսպի ալյուրան, իսկ խմորը ակնհայտորեն թողնվա մի հատ բույսի տերևին իրան, վերին տեսակը հալամ հայտնի չի։ Դե քանի վեր Գյուրեոբայի բնակիչներն գրավոր ժառանգություն չընթողալ իրանց մշակույթը մինչև սորել առեղծված ամնամ։ Հնագետ Մուրան Թյուրքթեքինի խոսքավը սա բացառիկ հայտնագործություն է, հացին բաղադրությունը վերլուծել անի ետը Էսքիշերա իշխանությունեն որոշալն վերարտադրին այն օգտագործելով քյոհնյա ցորենի տեսակը կավիլջան։ Նմուշը ներկայում ցուցադրում է Էսքիշեհերի հնագիտական թանգարանում։ Արևելյան Հայաստան ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձ Ալավյան հայտարարությանը վեր խաղաղության պայմանագրանի ետը հայերն ադրբեջանցիք միասին առևտուրն ուննական։ Ինքը զարմացած քննադատություններով ու նշում ավեր թահունցը հայերը կարին օզին ետեռնան Արցախ, դիել իրավունքոնին ետեռնալ Բաքու ու Սումգայիթ։ Պատգամավոր Մետաքսե Հակոբյանը քննադատալա Ալեն Սիմոնյանի խոսքերը նշելա վերսա ադրբեջանամետ քարոզա իրականացվող Արևելյան Հայաստանը իշխանությունների միջոցով Մետաքսե Հակոբյանը ընդգծալ ավեր Արցախահայերը արժանապատվորեն չն ապրալ ադրբեջանական դրոշին տակին ու մհենք անհրաժեշտ է հակադրվել իշխանությունների հանձնողական քաղաքականությանը։ Ֆրանկֆուրտ հայերի դեմ իրականացված ցեղասպանության հիշատակի հանդիսավոր արարողությունը այլեր վերը կազմակերպած ընելալ Գերմանիա հայերի կենտրոնական խորհուրդն հայ առաքելական եկեղեցի։ Հիմնական բանախոսն էլ իրավագիտության պրոֆեսոր Օտո Լուխտերհանդը վերը խստորեն դատապարտալա ինչպես 1915 թվականի ցեղասպանության ժխտումը դիել Արցախում տեղ ունեցածը անվանելով թեզացեղասպանություն։ Ընդգծալ Ադրբեջանի Թուրքիայի համատեղ գործողությունն բլոկադի, սովի ու հարկադրական տեղահանության միջոցով Արցախահայերի դեմ։ Լուխտերհանդն հիշեցրալ ավեր Գերմանիայի պատմական պատասխանատվությունը որպես Օսմանյան Թուրքիայի դաշնակից ընդգծել ավեր Գերմանիան մենակ 2016-ին ընդունալա ցեղասպանությունը։ Իվիլցրալ ավեր Բունդեստագին որոշումը պետք է թողալ Արցախահարցը նշել ավեր Գերմանիան ՀՀԿ նախագահի լայցվախտը կանխալ 2016-ի ապրիլյան կռիվը։ Ապրիլյան կռիվը իլալա ցեղասպանության փորձնական փորձարկում։ Եզրափակալային քվկայակոչել ավիրան վերլուծությունը Արցախ Եվրոպայի հաջորդ խուսափելի պատերազմը վերնագրավ։ Մայիսի 29-ին ժամը 1-ից մինչև 2:15 աշխատած ադրբեջանական զինուշը կրակապեցրալ Սյունիք համարզի խոզնավար շենի ուղղությունավը հինչին դարդանել վնասվալա բնակելի տոն։ Տուժածներ կանվեջ հայտում Արևելյան Հայաստանը պաշտպանության նախարարությունը հայկական անգյունը կոչ անում Բաքվի զինված ուժերին հետաքննել միջադեպը ու տալ հրապարակային պարզաբանումն է։ Նշենք վերջին շրջանում արդեն երկրորդ նման դեպքն է Սյունիք։ Մայիսի 9-ին ադրբեջանական կրակոցներն տուժածել նաև խնածախ շենի տոներան մեկին տանիքը։ Թուրքիան ակտիվորեն ձևավորում է թուրքական պետությունների կազմակերպության հիման Իրան ռազմաքաղաքական միություն մեծ թուրան գաղափարախոսությունով։ Այս նախագծի նպատակն է ընդլայնել թուրքական ազդեցությունը Կովկաս, Կենտրոնական Ասիա ու Ռուսաստան թերքալեզու շրջաներում։ Բաքվի միջոցով Թուրքիայի ներկայությունը արդեն վտանգ է Արևելյան Հայաստան սահմանային անվտանգության հետի։ Մհենգվա ԹՊԿ-ն ուղղվում է նաև ռազմական համախմբման Թուրանի բանակի ստեղծման ճանապարհը։ Այս գործընթացն սպառնալիքն Արևելյան Հայաստանը Արևմտյան Հայաստանը հետի, որովհետև Թուրքիան ձգտում է վերանայված պատմական պատկերացումների ներքո ամբողջացնել իրան վերահսկողությունը պատմական հայկական վղերին Իրան։ Արևելյան Հայաստանը Սյունիք մարզին շուրջ լարվածությունը պահպանվում է Մոսկվան հետաքրքրված է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրով հայտարարել Ռուսաստանը պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը փոխանցումը 10։ Իվիլցրալ ավեր Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչ խաղաղության պայմանագրի ստորագրման նպաստելի հետի ավելի վաղ Ռուսաստանը արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել վեր Ռուսաստանը անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին ու Ադրբեջանի խաղաղության պայմանագրի կնքման գործունը պատրաստ է շարունակել կողմերին տրամադրել ամեն հնարավոր քյոմեկ հանցու փաստաթղթերի մշակման ու ստորագրման գործ արվե։
Գեղարդ հիմնադրամը փաստում ավեր Բաքու միջազգային հարթակների մտարածումը հանդուրժողականության խմիչ հոդվածներին, գիրքերին ու լրատվամիջոցների միջոցով վերջերս երկու վճարովի հոդվածը հրապարակվել The American Spectator-ում ու The Christian Post-ում Ադրբեջան ներկայացնելա որպես մուլտիկուլտուրալ ու խաղաղ երկիր։ Հոդվածների խաղաթյուրումն իրականությունը Հայաստանի ներկայացնելա որպես ագրեսոր ու անտեսումն Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների ճշմարտները հայկական մշակույթի ոչնչացումը, հունցնա Շուշվա Քարինտակշենի վաղին հավասարեցումը։ Այս քարոզչությունը նպատակոն է լեգիտիմացնել Բաքվի քաղաքականություն ու գեղի յուրան հանցագործություն են։ Լրագրող Նայիրի Հոխիկյանը իր Facebook-յան գրառումով զուգահեռ է անցկացնում 1918-ի արևմտահայերի ու մերօրյա արցախցիների միջև։ Հիշեցնում ավեր հունցը ժամանակին արևելյան Հայաստանահայերը քյոմեկ չներալ արևմտյան Հայաստանահայերին ցեղասպանության վխտեն դիել մհենգ անտարբերություն կա արցախատեղահանվածների նկատմամբ։ Նայիրի Հոխիկյանը նշում ավեր հենց արևմտյան Հայաստանահայեր հերոսների Անդրանիկի Մախլուտոյի ջանքերը վայելել հնարավոր փրկել արևելյան Հայաստանը։ Ինքը համոզված ասորվա արցախցիք նույնպես դառնալու են Հայաստանափրկության խարիսխը, թեև բախվում են նույն անտարբերության ու ատելությանը, վերթուրքը հսալա մինչև ջերմուկուտավուշ մզնորից փրկելու են յուրանք, հյուր մունքսոր մերժմնք կիրալա Նայիրի Հոխիկյանը։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ այսքան ենք պատրաստալ, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։